Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի ֆուտզալի մրցաշարը հատում է եզրագիծը։ Մասնակիցները սպասում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այս մրցաշարի գլխավոր ուղերձը միասնությունն ու համախմբումն է։ Գագիկ Ծառուկյանը խոստանում է շարունակել աջակցությունը երիտասարդական նախաձեռնություններին։ Ես բոլորիդ ողջունում եմ։ Գիտեք, շատ կարևոր օր է, որ դա ձեր ցանկությամբ, ձեր առաջարկով այդ մրցաշարը մենք համաձայնվել ենք, ընդունել ենք, դա բացեք, որ այդ մրցաշարը լինելու ավանդույթ եւ ամեն տարի դա կազմակերպելու ենք, հնարավորություն տալով ձեզ, որ կարողանաք ամբողջ տարվա ընթացքում պարապելու, մարտվելու, պատրաստ լինելու, հաղթելու է ուժեղագույնը։ Հայաստանի ու Արցախի օրներգերից հետո հերթը խորհրդանշական հարվածինն է։ Այս անգամ Գագիկ Ծառուկյանի թոռնիկն է կատարում եզրափակիչի առաջին հարվածը։ Հարվածը կատարի իմ թոռնիկը, որը ֆուտբոլով է զբաղվում, մրցաշարը համարում են բացված։ Մրցաշարն այս տարի առանձնանում էր նաև մասնակից թիմերի քանակով։ Բոլոր մրցակիցներին հաղթել եզրափակիչ են հասել Գյումրին ու Մեծամորը։ Դիտարժան պայքարին հետևում են նաև ՀԱՕԿ պատվիրակությունը, աշխարհի եւ օլիմպիական չեմպիոններ։ Պայքարը թեժ է։ Առաջին րոպեներին անզիջում մրցակցությունից հետո Գյումրին շատ արագ 2 գոլ է խփում ու խաղի թելը վերցնում իր ձեռքը։ Գոլերի հեղինակներ են դառնում Նարեկ Ավետիսյանն ու Արմեն Չախալյանը։ Երկրորդ կեսում գյումրեցիները մեծացնում են առավելությունը, դուբլ է ձևակերպում Արմեն Դարփինյանը։ Խաղավերջում Մեծամորը 2 գնդակ խփում է, բայց խաղը փրկել չի հաջողում։ Գյումրին հաղթում է 5-2 հաշվով ու մրցաշարի չեմպիոնն է։ Նախքան մրցանակային թիմերին պարգևատրելը անակնկալներ են հատուկ անվանակարգերում լավագույնը ճանաչված մարզիկներին։ Մրցաշարի լավագույն դարպասապահը Մկրտիչ Հովհաննիսյանն է Բայազեդ թիմից, լավագույն պաշտպանը Վալերի Բաբայանը Արցախից, լավագույն հարձակվողը Լեռնային Արցախի ֆուտբոլիստ Ալբերտ Մնացականյանն է, իսկ հանդիսատեսի համակրանք տիտղոսը բաժին է հասնում Ռոնալդ Մելիքյանին։ Մրցաշարի լավագույն խաղացող էլ ճանաչվում է Հայկ Հակոբյանը Ակունք թիմից։ Աղջիկների պայքարում մրցաշարի հաղթողը Կիլիկյան է։ Իրենց մեդալները օլիմպիական չեմպիոն Հոքսեն Միրզոյանից ու աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանից են ստանում տղաների պայքարում երրորդ տեղ գրաված Ավանգարդն ու արծաթե մեդալակիր Մեծամորը։ Իսկ չեմպիոն դարձած Գյումրի թիմին պարգևատրում են ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանն ու Գագիկ Ծառուկյանի թոռնիկը Մհերը։ Մինչև եզրափակիչ ճանապարհը շատ լարված էր, բայց բոլոր թիմերին կարողացանք հաղթել եւ արժանի պայքար ցույց տվեցինք։ Հաղթանակը հեշտ չի տրվել, դժվար խաղեր կային, բայց դե հաղթեցինք։ Չգիտեմ, ինձ տարեկը լավ էին պատրաստվել։ Թիմային խաղը մեր մոտ լավ ստացվեց։ Մեր համար շատ մեծ պատիվ էր հանդես գալ Կիլիկիա անվան տակ եւ բարձր պահել այս անունը։ Տարին տարու վրա էլ ավելի լավ է կազմակերպված, էլ ավելի բարձր մակարդակով եւ կուզենայի, որ ամեն տարի կրկնվեր այս միջոցառումը եւ մենք էլ սիրով մասնակցենք։ Հայաստանի, Արցախի երիտասարդները նոր ծանոթություններ են ձեռք բերում, նոր ընկերներ են ձեռք բերում։ Հայաստան-Արցախ համայնքական երիտասարդական միության կողմից կազմակերպված բոլոր ծրագրերում եւ հատկապես սպորտային ծրագրերում շատ կարևորում ենք պարոն Ծառուկյանի դերը, քանի որ մշտապես զգում ենք իր աջակցությունը եւ երիտասարդներն էլ ավելի ոգևորվում են։
Հաղթողներն ու մրցանակակիրները ստանում են նաև խոշոր դրամական պարգևներ Գագիկ Ծառուկյան հիմնադրամից։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարը 2026 թվականին կլինի ավելի մասշտաբային ու հետաքրքիր։